Բժշկություն սա ինչ որ ժամանակավոր խնդիր է, բայց հավիտենական բժշկությունը հոգու, որ մեզ ուղեկցում է դեպի հավիտենական կյանքի, սա խիստ կարևոր է եւ որի համար ես այս մասին կուզենամ Երեմիայի ասած խոսքը ներկայացնել ձեզի։ Նորից կընթերցեմ հետեւյալ խոսքերը. Ով Տեր, զիս բժշկե ու պիտի բժշկվեմ, զիս փրկե ու պիտի փրկվեմ, վասնզի իմ պարծանքս դու ես, իմ պարծանքս դու ես, այո, իմ պարծանքը դու ես։ Հակառակ պատկերում, եթե մենք փորձենք վերցնել Հակոբոսի այս վերցրած համարը դառը արմատ հոգու հիվանդություն, որը այսօր ծանրաբեռնված մեղքով լեցված ծանր այս դառը արմատը եւ որևէ մարդ էություն եւ որևէ մարդ պրոֆեսոր կարող չի բժշկել, որովհետեւ ինքը նմանապես այդ նույն բժշկության կարիքն ունի։ Այսօր հիմա ես օրհնում եմ Տիրոջ անունը։ Մեզ մի ճամփայա հարթե, մի հրաշալի ճամփայա հարթե մեզի, որ մենք կարող լինենք մեր հոգու բժշկությունը ունենալ։ Մի ճամփայա հարթե մեզի, որ այս օրհնյալ բժշկությունը մենք ունենանք։ Դրա համար Երեմիան սա լավ գիտակցելով հենց այդպես էլ ներկայացնում է. Ով Տեր զիս բժշկե ու պիտի բժշկվեմ, զիս փրկե ու պիտի փրկվեմ, վասնզի իմ պարծանքս դու ես, իմ պարծանքս դու ես։ Իհարկե եղբայրներս, քույրերս, այս բժշկության հարցը մեզի շատ կարևոր է եւ լուրջ, բայց միևնույն ժամանակ կուզենամ ասել, ով է տեսնում այս կարևորությունը, ով է տեսնում այս կարևորությունը, որ նա բժշկվի, նա ունենա պարծանք, ոչ իր անձի վրա, հապա Քրիստոս անձի վրա, որ այս բժշկությունը կարող է իրեն պարգևել, հոգու բժշկությունը կարող է իրեն պարգևել, որովհետև ամենաթանկագին խնդիրն ասա մեր կյանքի համար, առողջ հոգի, առողջ մարմին, նախ առողջ հոգի, նոր առողջ մարմին։ Դրա համար թող Աստված օգնի մեզին։ Այստեղ մի խոսք եւս մենք ունենք, ես կուզենայի ուշադրություն դարձնեմ այս կարևոր խոսքին եւս Փիլիպեցիս թղթից մի համար եւս պետք է ընթերցեմ, Փիլիպեցիս թղթից մի համար եւս պետք է ընթերցեմ եւ ավելի կարևորություն փորձենք ուշադրություն դարձնենք հետևություն, թե ինչ կարգով մենք կարող ենք այդ բժշկությունը ձեռք բերել։ Ինչ հիմքի վրա։ Փիլիպեցիս թղթի 2-րդ գլխի 16 համարը։ Փիլիպեցիս 2-րդ գլուխ 16 համարը։ Կենաց խոսքը ամուր բռնելով, ինձի պարծանքը լալու համար Քրիստոսի օրը, թե պարապ տեղը չքայլեցի եւ պարապ տեղը չաշխատեցա։ Նորից եմ ուզում շեշտացնել, կենաց խոսքը ամուր բռնելով։ Եվ հիմա մի շատ կարևոր խնդիր կա, եղբայրներս, քույրերս, այս բժշկության համար շատ մի կարևոր խնդիր կա։ Խնդրեմ, ես ուզում եմ այսօր ես ինձ եւ քեզ այս հարցումը ուղղել։ Սիրելի քույրս, եղբայրս, բարեկամս, հարազատս, այն ինչ որ արտահայտվել է Քրիստոս քեզ համար, ինձ համար, քեզ համար, եւ խաչի վրա կատարած բոլոր այս մեծությունների համար, որ դարձյալ ինձ ու քեզ համար է, ասա որքանով է դա քեզ համար իրականություն, ասա որքանով է դա իրականություն եւ իր խոսքը որքանով կարողացել ես ամուր բռնել ցանկացած քեզ հետ կատարված խնդիրներին մեջ։ Ահա կարող եմ համարձակ ասել այն ամենին, որ Աստծո խոսքը բռնում է եւ հոգու հայտնությամբ է բռնում եւ իրեն համար իրողություն է դա, նրա համար բժշկություն է, նրա համար խաչի վրա կատարած ամենն էլ բժշկություն են, ամենն էլ իրականություն եւ հավիտենական կյանք են։ Եվ դրա համար էլ թող Աստված օգնություն անի մեզի, եղբայրներս, քույրերս, թեպետ մարդ անձնավորությունը բավականին դժվարին ասա ընդունում, բավականին է դժվարին ընդունում, բայց հիմա ես մի օրինակ կուզեմ մեջտեղ բերել, մի օրինակ կարող եմ մեջտեղ բերել Դանիել մարգարեությունից մեզ հայտնի մի տեղից
Նաբուգոդոնոսոր թագավորի խոսքերը կուզենամ ընթերցած լինել, թե ինչ ասում Նաբուգոդոնոսորը։ Խնդրեմ, ես ուզում եմ ընթերցած լինել 4-րդ գլխի 30 համարը, նախ առաջինը իր անձի վրա պարծանք ունենալով, իր փառքի մեծության վրայով պարծանք ունենալով, կարդամ 30 համարը, թագավորը խոսեցավ ու սավ, այսչայն մեծ Բաբելոնը զոր ես իմ զորությունովս ու կարողությունովս իմ մեծությանս փառքի համար թագավորության տուն շինեցի։ Այսչայն մեծ Բաբելոնը, որ ես այս պարծանքը ուներ թագավորը Նաբուգոդոնոսորը ուներ։ Եվ իհարկե մնացած խնդիրները դուք ձեզի հայտնի է, թե ինչ կատարվեց իրեն հետ։ Ինչ կատարվեց իրեն հետ այդ փառքի պարծանքի տակը, երբ Աստված կրակ վառեց, հասավ մինչև անասունի աստիճանի, հասավ մինչև խոտ ուտելու, եղունգներ երկարացավ, հասավ մինչև այդ աստիճանի։ Եվ հիմա զարմանալին դրանից հետո ինչ ասում, 34 համարը, և այն օրերեն վերջը, ես Նաբուգոդոնոսորս, աչքերս երկինք վերցուցի, ու խելքս ինձի դարձավ, և բարձրյալը օրհնեցի ու գովեցի, ու փառավորեցի զանիկա, որ հավիտյան կենդանի է, ու անոր իշխանությունը հավիտենական իշխանություն է։ Օրհնյալ է նրա անունը, թե Նաբուգոդոնոսոր դու որտեղից հասկացար այս ամենը, երբ որ այս իր փառքի տակ Աստված կրակ վառեց, ցածրացրեց, նսեմացրեց, և խոստովանությունը շարունակում է հետևյալը. ու երկրի բոլոր բնակիչները ոչնչի պես կսեպեն, և անիկա երկնքի զորքերուն մեջ ու երկրի բնակիչներուն մեջ իր ուզածը կգործե, ու անոր ձեռքի դեմ դնող կամ անոր ինչ կնես սող չկա։ Մի քիչ էլ ներքև իջնենք 37 համարը։ Ինչ ասում։ Հիմա ես Նաբուգոդոնոսորս երկնքի թագավորը կգովեմ և կբարձրացնեմ ու կփառավորեմ, վասնզի ամ բոլոր գործերը ճշմարտություն ու ճամփաները իրավունք են։ Ես հիմա կգովեմ, կբարձրացնեմ երկնքի Աստծուն։ Նաբուգոդոնոսոր ջան, դու որտեղից ես բոլորը, հիմա ինչի հիման վրա ես ասում։ Կամ նույնը, եթե տեղափոխվենք Պողոսի խոսքերին մեջ, նույն ինքը ասում է, այև այս ամեն բաները աղբ կսեպեմ։ Նույնիսկ ասում է, չգիտեմ, նեղնեմ, գնամ թե մնամ։ Նույնիսկ հավատքս պահեցի, ընթացքս կատարեցի, հիմա ինձ ինչ է մնում։ Կենաց պսակն է մնում, փառած պսակն է մնում։ Պողոս ջան, դու որտեղից այս ամենը։ Եվ ինչի հիման վրա աղբ սեպեցիր այս ամենը։ Որովհետև Պողոսի համար և յուրաքանչյուր Աստծո խոսքը ամուր բռնողի և Աստծո խոսքը որպես իրողություն ընդունողի և Սուրբ Հոգու հայտնությամբ այս ամենը իրականություն է դառնում։ Եվ իրականապես համարձակվում ասել ամեն բան աղբ կսեպեմ։ Համարձակվում է։ Եվ հիմա եղբայրներս, քույրերս, եթե ինչևիցե մեր ներսում այդ դժվարությունը կա, ինչպես Նաբուգոդոնոսորը այսպիսի խոսք արտահայտվեց, այն օրերի վերջը ես Նաբուգոդոնոսորս աչքերս դեպի երկինք վերցուցի։ Հիմա եթե դժվարության մեջ ես, աչքերը դեպի երկինք վերցուր, և նրա հոգու հայտնության խոսքը սորտիմը թող դաջվի, և այդ իրողությունը քեզի կյանքի կոչի։ Եվ այն ամեն ժամանակ դու նույնպես աշխարհը քեզի համար արդեն խաչված կհամարես։ Թող Աստծո Սուրբ Հոգին մեր ներսը աշխատի, և հիմա եղբայրները կշարունակեն այս ուսուցումը, և ավելի խորապես մեր սրտներում կդաջվի, կհաստատվի, որ մենք նայենք նրա փառած շնորհքին, ել ավելի ցնծությամբ փառավորենք նրա Սուրբ անունը, որ այս ամենը մեզի համար պատրաստեց։ Հիմա կանգնենք ոտքի վրա, նորից փառավորենք նրա Սուրբ անունը, նա օրհնյալ է հավիտյանս հավիտենից, թող փառավոր լինի նրա Սուրբ անունը։ Շնորհակալ ենք։
Թեման, որ ես ուզում եմ խոսեմ հետևյալն է, ինչպես մարդ պետք է ունենա Աստծո խոսքը եւ Աստծո խոսքը ունենալու մեջ ամենակարևոր գործոնն է, դա Քրիստոսի խաչն է եւ ամբողջ թեման Աստծո ողորմությունով ես խոսելու եմ կառուցված է հենց Քրիստոսի խաչի վրա։ Եզեկիել մարգարեություն 36-րդ գլուխ 25-րդ խոսքը, Եզեկիել մարգարեություն 36-25 Եվ ձեր վրա մաքուր ջուր պիտի սրսկեմ, և պիտի մաքրվեք ձեր բոլոր պղծություններից
Եվ ձեր բոլոր կուրքերից ձեզի պիտի մաքրեմ, հալելույա Աստծուն։ Իսրայելի ժողովուրդը հրյաները այս խոսքը ավելի լավ գիտեին, որովհետև Աստված ասեց, ես մաքուր ջուր պիտի սրսկեմ ձեր վրա։ Սա սովորական ջուր չէր, հրյաները գիտեին իրանց կանոնները։ Դա մեղքի պատարագի ջուրն էր, դրա մասին գրված է Թվոց 8-րդ գլուխ 7-րդ խոսքում։ Դրա մասին հիշատակվում է նաև Թվոց 31:23-ը։ Թույլ տվեք ես ընթերցեմ Թվոց 8-րդ գլուխ 7-րդ խոսքը։ Եվ զանոնք մաքրելու համար այսպես պիտի հնես անոնց, մաքրության ջուրը սրսկի նրանց վրա, եւ որից հետո գրված է նրանք պիտի մաքրվեն։ Թվոց 8-րդ գլուխ 7-րդ խոսքը։ Իսրայելի ժողովուրդը գիտեին այս օրենքը, գիտեին այս կանոնը։ Եվ եթե Իսրայելից որևէ մեկը մեղքի եւ հանցանքի մեջ էր, եւ հանկարծ ինչ որ մի պիղծ բանի պատճառով նա մեղավոր էր, Աստծո խոսքի մեջ կար այսպիսի օրենք, նա պետքա գնար քահանայի մոտ։ Քահանան նրա վրա պիտի սրսկեր մաքուր ջուրը, այլ կերպ ասած դա սուրբ ջուր էր, եւ որից հետո նա պիտի մաքրվեր իր բոլոր պղծություններից։ Բայց այդ ջուրը կրանտից վերցված ջուր չէ, դա սովորական ուղղակի պարզ ջուր չէր, դրա մասին ավելի հստակ խոսում է Թվոց 19-րդ գլուխ 17-րդ խոսքը։ Թվոց 19-17-ը։ Եվ անմաքուր եղողի համար, այն մեղած համար այրված երնջի մոխիրը վերցնելով, մոխիրի վրա կենդանի ջուր պիտի դնես։ Եվ որից հետո Տիրոջ խոսքն ասում է, որ մաքուր մարդը մաքուր մեկը կարող է վերցնի քահանաներից մեկը, եւ այս մաքուր ջրով սրսկի մեղավորին, այդ պղծվածին, եւ նա մաքրվում էր իր բոլոր տեսակ պղծություններից։ Այսինքն եթե մեկը ինչևից է մի դիակին կպած լիներ, նա անմաքուր էր։ Եթե ինքը անմաքուր որևէ բանի կպած լիներ, նա անմաքուր էր։ Եվ Աստծո խոսքի համեմատ նա պետք է սրբվեր։ Եվ այդպես Աստված տվել էր իր խոսքը, Աստծո օրենքի համեմատ քահանան սուրբ ջուրը պիտի սրսկեր այդ մեղավորի վրա, եւ նա պիտի մաքրվեր իր մեղքերից, իր պղծություններից։ Սա քահանայի գործն էր։ Բայց ամենահետաքրքիրը գիտեք որն է, որ ես կարդացի Եզեկիել մարգարեության մեջ գրված է, եւ ստեղ քահանան չի ասում, սա մարդը չի ասում, բայց Աստված հայտարարում է ասելով, որ պիտի լինի ժամանակ, որ ես իմ ջուրը պիտի սրսկեմ ձեր վրա։ Եվ դուք պիտի մաքրվեք ձեր բոլոր պղծություններից։ Մենք Ղևտացիների գրքից Թվոց գրքից հասկանում ենք, որ այս ջուրը մաքուր ջուրը սարքում էին քահանաները, պատրաստում էին քահանաները, բայց երբ որ Աստված ինքը հայտարարեց եւ ասեց ես մաքուր ջուր պիտի սրսկեմ, այդ թեման սա է, որն է այդ մաքուր ջուրը, որ Աստված պիտի սրսկեր մեր վրա։ Որպեսզի նախ գլխավոր իմաստով հասկանանք Աստվածային մաքուր ջուրը, նախ ուղիղ իմաստով հասկանանք որն էր այն ջուրը, որ քահանան սրսկում էր ժողովրդի վրա։ Երկու կարևոր բան, 19-րդ խոսք, 19-րդ գլուխ 17-րդ խոսքի մեջ Թվոցի այսպես ասում. քահանան պետքա վերցներ ջուրը, աղբյուրի ջուրը նա պետքա վերցներ, եւ որից հետո այրված երինջի մոխիրը, սա պատարագի մոխիրն էր, սա սուրբ մոխիրն էր, եւ ջուրը պետքա դներ այս մոխիրի վրա, եւ որից հետո այս ջուրը կոչվում էր կենդանի ջուր, այս ջուրը կոչվում էր սուրբ ջուր, այս ջուրը կոչվում էր մաքրության ջուր, այս ջուրը մարդուն կարար մաքրեր, մարդուն կարար սրբեր։ Քահանան իրավունք չուներ, վերցներ միայն ջուրը եւ այս ջրով սրսկեր ժողովրդին, նա այս իրավունքը չուներ։ Ուղղակի պարզ ջրով սպասքները սրսկեր, նա այս իրավունքը չուներ։ Որովհետև Աստված օրենքի Աստվածը, նա իր խոսքի հետևում է, քահանան պետքա վերցներ ջուրը եւ նա պիտի դներ այրված մոխիրի վրա, զոհաբերությունից առաջացած մոխիրի վրա, եւ որից հետո հենց այդ նույն ջուրը, որը մոխիրի վրա դրվել էր, պետքա վերցներ եւ սրսկեր ժողովրդի վրա։ Հիմա Աստված այսպես է իր ժողովրդի մեջ խոսում,
նա ասեց, որ պիտի լինի, որ վերջին օրերում իմ ջուրս պիտի սրսկեմ, սա մարգարեություն է այս օրերի համար, եւ այս օրերի մեջ եկեղեցին հենց այս ջրի կարիք ունի։ Եթե հին ուխտում այդ ջուրը այդպես էր սարքվում, բայց նոր ուխտում դրա խորհուրդը հետևյալն է, Աստված իր գրավոր խոսքը, գրավոր հայտնությունը Աստվածաշունչը ուղարկել է 2000 տարի առաջ, այդ խոսքը այսօր կա, այդ խոսքը այսօր լսվում է բոլոր կաֆեդրաներից, բոլոր բեմերից լսելի է այդ խոսքը, բայց որպեսզի այդ խոսքը դառնա կենդանի ջուր, Աստծուն պետք է նաև երկրորդ կետը, զոհաբերությունից առաջացած մոխիրը։ Առաջինը կա, Աստված բոլոր դարերի մեջ խոսացել է, Աստծո խոսքը ծածկված չի, այդ գիրքը տպագրվում է բոլոր լեզուներով, այդ գիրքը տպագրվում է եւ քանակը ամենաշատն է, այսօր Աստծո գրքի կարիք չկա կարծես թե ամբողջ երկրագնդի մեջ, բայց թեպետ այդ խոսքը իրականության մեջ կա, այդ ինֆորմացիան կա, բայց շատերի համար այդ խոսքը հայտնություն չի, շատերի համար կենթանի չի այս խոսքը, շատերի համար մաքրության խոսք չի, սրբության ջուր չի շատերի համար, որովհետև երկրորդ կետն է խնդիրը առաջինի մեջ չի, բայց խնդիրը երկրորդի մեջ է, արդյոք այդ մոխիրը կա այսօր, որ Աստված այդ ջուրը դնի մոխիրի վրա եւ այդ ջուրը դառնա կենթանի։ Գիտեք, այսօրերի մոխիրը սա է, Աստված ուզում է եկեղեցու մեջ ունենա երիտասարդներ, որոնք բարձրացած կլինեն զոհասեղանի վրա, Աստված ուզում է ունենա մարդիկ, որոնք Գողգոթա բարձրանալ գիտեն, մարդիկ, ովքեր Քրիստոսի խաչի վրա մեկանալ գիտեն Աստծո հետ, ովքեր Քրիստոսի մահը ամբողջ սրտով ընդունում են, եւ Քրիստոսի խաչի վարդապետության սուրբ կրակը պիտի այրի այն մարդուն, ով որ գալիս է եւ բարձրանում է զոհասեղան, եթե ես ու դու բարձրանանք զոհասեղան, եւ Քրիստոսի կրակը գալով մեր վրա, մեզանից մնա ոչինչ, մեզանից մնա հող եւ մոխիր, այդ ժամանակ երբ որ Աստված դնի իր ջուրը այս մոխիրի վրա, այդ ջուրը կդառնա կենդանի ջուր։ Հիմա Եզեկիել մարգարության մեջ մարգարեն ասում է, պիտի լինի, որ իմ ջուրը պիտի սրսկեմ։ Այ Աստծուն այս ջուրն է պետք։ Նա այսօր մանագալում թե կգտնի անոթներ, որոնց մեջ գտնի իր ջուրը, անոթներ, որոնց մեջ մոխիր կա։ Մարդիկ, որոնք բարձրացել են Գողգոթա, մարդիկ, ովքեր մեռել են Քրիստոսի հետ, մարդիկ, որոնք ընդունել են Քրիստոսի խաչի վարդապետությունը եւ իրանց անձը մեռել է իսպար խաչի վրա եւ իրանցից մնացել է միայն հողը եւ մոխիրը։ Աստված մանագալի սենց մարդիկ։ Եվ Սուրբ Գիրքն ասում է, երբ պիտի լինի, որ ես իմ ջուրը պիտի սրսկեմ նոր ուխտի ժողովրդի վրա, նա այսպես է սրսկելու իր ջուրը, նա մանագալու մարդիկ, որոնք ուղղակի Քրիստոսի խաչի հետ մեկացած են, որոնք ոչինչ են, Աստված այս անոթների մեջ դնելու է իր կենաց խոսքը, դնելու է իր ջուրը եւ այս ջուրը դառնալու է սուրբ ջուր մաքրելու համար։ Գիտես անգամներ, ինչն է պատճառը, երբ որ մենք խոսում ենք փոխանակ մեր դիմացինը մաքրվի, բայց ավելի կարան գնի մեղքի մեջ, մեր խոսալուց։ Մեր պատասխաններից դիմացինը ավելի կարող է ներվայնանալ, ավելի խնդիրների եւ մեղքերի մեջ կարող է ընկնի, ինչն է պատճառը, որ այսօր շատերի բերանից եղած խոսքը բժշկություն չի։ Ինչն է պատճառը, թեպետ մենք կարող է ավետարանից խոսենք, բայց անգամներ ավետարանից խոսելուց անգամ մարդիկ դիմացիներին կարողանում են նեղացնեն եւ վշտացնեն։ Պատճառը հետեւյալն է։ Եթե ես այդպիսի մարդ եմ, նշանակում է իմ մեջ չի կա այն մոխիրը, որ Աստված իր ջուրը դներ եւ այդ ջուրը դառնար կենդանի ջուր։ Այ Աստծուն այսպիսի հայտնություն ունեցողներ են պետք։ Այսինքն մարդիկ, որոնք սովորել են բարձրանալ Քրիստոսի խաչի հետ, խաչվելով մեկանալ նրա հետ, սովորել են ջախջախվել Քրիստոսի ներկայության մեջ, սովորել են անձը ուրանալ, սովորել են ունայնանալ, սովորել են ցածրանալ եւ հող ու մոխիր լինել։ Եվ հիմա ես ուզում եմ Սուրբ Գրքից մի քանի օրինակներ բերեմ, մարդիկ, որոնք իրապես այս օրինակը թողեցին մեզի, որոնք կարողացան բարձրանալ զոհասեղան, թե հին ուխտում, թե նոր ուխտում, բարձրացան զոհասեղան, արդյունքում Քրիստոսի կրակը այրեց իրաց ամբողջությամբ եւ այս անոթների մեջ Աստված դրեց իր ջուրը եւ այս ջուրը դարձավ մաքրող ջուր։ Հալելույա Աստծուն։
Մենք պիտի այս սիրտ ունենանք Տիրոջը ասելու Աստված իմ ես ուզում եմ լինեմ այս անոթը Տեր ես ուզում եմ լինեմ այն մարդը որ դու քո խոսքը կուղարկես ի մեջ եւ այդ խոսքը կենթանանա ի մեջ բայց եթե այդ մոխիրը չկա Աստծո խոսքը հայտնություն չի կարող է տեղեկացված լինենք կարող է մենք աստվածաբանության մասը հասկանանք մենք շատ գիտություններ ունենանք մարդուն կարող է հարցնես ինչ ասերը նա այնքան կարող է խոսի որ քո ականջները հոգնի բայց այդ իր կյանքը չի բայց իրապես Աստծո խոսքը կենթանի է լինում մաքրելու համար սրբելու համար ազատագրելու համար երբ որ մեջտեղը մոխիր կա այսինքն երբ որ մարդիկ սովորում են բարձրանալ Գողգոթա մարդիկ սովորում են մեռնել Քրիստոսի հետ Քրիստոսի խաչը կրեն Քրիստոսի խաչը ունենան հիմա ես մի քանի օրինակներ եմ վերցրել սերներ Աստծո խոսքից ես ուզում եմ փոխանցեմ ձեզի Հոբ ես ուզում եմ արագ այտենց անգիր ասեմ եւ անցնենք առաջ ժամանակի առումով Հոբի գիրք 2-րդ գլուխ 8-րդ խոսքը Այսպես ասում Տիրոջ խոսքը, երբ որ Հոբին նեղությունները պատահեց, եղբայրները շատ սրա մասին խոսել են, երբ որ Հոբը երիտասարդ էր, այո, ծերերը ոտքի էին կանգնում, երբ որ Հոբը գնում էր, երբ որ Հոբը քայլում էր, բոլոր իմաստունները իրանց ձեռքերը դնում էին իրանց բերանին, բայց եկավ ժամանակ, որ Աստված ավելի փառավոր ծրագիր ուներ Հոբի համար, որովհետև Տիրոջ խոսքը գրված է, որ Հոբի վերջը ավելի լավ էր, քան սկիզբը, եւ Աստված որոշեց, որ Հոբը ավելի փառավոր պիտի լինի, եւ մենք տեսնում ենք, որ Աստված Հոբին սովորացրեց բարձրանալ զոհասեղան, Աստված Հոբին սովորացրեց բարձրանալ խաչը, Աստված Հոբին սովորացրեց մեռնել, Երբ որ Աստծո կրակը բարձրացավ Հոբի կյանքի մեջ, մենք տեսնում ենք Հոբը այսպես ասում 8-րդ խոսքի մեջ, ասում է ես նստեցի մոխիրի վրա, ասում է խեցիով սկսեցի քերել իմ մարմինը եւ նստեցի մոխիրի վրա։ Գիտեք, շարունակության մեջ մենք տեսնում ենք, որ Աստված իր կրակը ավելի թեժացրեց Հոբի կյանքում, որովհետև զոհաբերության մեջ կանոն կար, երբ որ մենք հին ուխտ ուշադիր կարդում ենք, մենք տեսնում ենք զոհաբերությունը պետք է ամբողջությամբ կատարվեր։ Փայտերը քահանաները այն չափի պիտի դնեին, իրանք մոտավորապես այնքան են էտի արել սովորել էին իրանք, այն չափի պիտի դնեին, որ զոհը ամբողջությամբ պիտի այրվեր, եւ մաս պիտի չմնար, նա մոխիր պիտի լիներ։ Այսինքն զոհաբերությունը կատարվում էր ամբողջությամբ եւ Աստված մտածեց, որ Հոբը ոչ թե 50%-ով մոխիր պիտի լինի, նա ոչ թե 50%-ով այրված պիտի լինի, բայց նա ամբողջությամբ պիտի Ադամից իր մեջ մնա միայն մոխիր։ Եվ ինչ հետաքրքիր է, Հոբի 30-րդ գլուխ 19-րդ խոսքի մեջ այսպես ասում Տիրոջ խոսքը. Եվ եկավ ժամանակ, երբ որ Հոբի փորձությունները բարձրացավ, երբ որ Հոբի կրակը ավելի այդ զոհաբերության կրակը թեժացավ իր կյանքի մեջ, Հոբը այսպիսի խոսքեր ասեց ես նմանվեցի մոխիրին։ Եթե սկզբից նա նստել էր մոխիրի մեջ,